Տիկին Մանասյան անազատության մեջ գտնվող անձինք շարունակում են բողոքի ձայն բարձրացնել իրենց պահման պայմանների վերաբերյալ, թեև դուք պարբերաբար անդրադառնում եք այդ թեմային, նաև մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում է դրան անդրադարձ եղել, բայց այս հարցի առնչությամբ ինչ դինամիկա կա, ինչ քննարկումներ են եղել։ Շնորհակալ եմ շատ այս հարցի համար, որովհետև կարծում եմ, որ ընդհանրապես ազատությունից զրկված անձանց եւ մի շարք այլ խմբերի իրավունքների պաշտպանությունը պետք է բոլորի ուշադրության կենտրոնում լինի։ Մի շարք դեպքերում մենք գործ ենք ունենում մի փոքր այլ իրավիճակների հետ։ Պայմանների հետ կապված ես պարբերաբար եմ խնդրին անդրադառնում, ընդ որում ազատությունից զրկված անձանց պայմանները ոչ միայն քրեակատարողական հիմնարկներում, այլ մի շարք նաև այլ հաստատություններում, ընդ որում այսօր առավոտյան, եթե չեմ սխալվում, պիտի որ արդեն հրապարակած լինենք կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները դատարանների խցերի հետ կապված, որտեղ պահվում են անազատության մեջ գտնվող անձինք։ Նշեմ, որ ժամանակի կտրվածքով այս առումով իհարկե մեր հանրապետությունում, եթե շենքային պայմանների առումով հիմա խոսենք, որոշակի զարգացումներ տեղի ունեցել են, ավելին ասեմ, վերջին տարիներին օրինակ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, մի շարք այլ քրեակատարողական հիմնարկներում եւս վերանորոգման լայնածավալ աշխատանքներ իրականացվել են, բայց բնականաբար դա չի կարող լինել, այսպես ասած, միակ համակարգային միջոցը խնդիրները լուծելու, նախ շենքային պայմանների հետ կապված հարցերը պիտի լուծվեն, օրինակ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքը իմ խորին համոզմամբ ամբողջությամբ փոփոխության է ենթակա, որովհետև ես չեմ կարծում, որ նույնիսկ այդտեղ վերանորոգման աշխատանքները կարող են որևէ արդյունք տալ։ Հետևաբար շենքային պայմանների առումով իրավիճակը այսպիսին է։ Մնացյալ, եթե շատ ավելի նեղ հարցեր են ձեզ հետաքրքրում, կարող եմ դրանց եւս անդրադառնալ։ Իսկ այդ որ ասեցիք անհրաժեշտություն կա նոր գաղութ կառուցելու, դրա մասով օրինակ ինչ-որ քննարկումներ արդեն իրականացվում են։ Այո, նաև ուրախ եմ այն տեսանկյունից, որ այն բոլոր հարցերը, որ բարձրաձայնում եմ, այդ թվում ես քրեակատարողական հիմնարկների հետ կապված, կարծես թե իրենց արձագանքը ստանում են պետական մարմինների կողմից եւ օրինակ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հետ կապված հարցը հատուկ քննարկման առարկա դարձվել է։ Կարող եք իհարկե շատ ավելի մանրամասն տեղեկատվություն արդարադատության նախարարությունից ստանալ, բայց միանշանակ հարցը քննարկվել է։ Պարզապես այս փուլում արդեն կարևորում եմ ոչ միայն հարցի քննարկումը, այլ նաև հարցի հետ կապված վերջնական ոչ թե որոշման կայացումը, այլ փաստացի գործողությունների իրականացումը։ Տիկին Մանասյան, դուք ինչպես կգնահատեք իրավապահների աշխատանքը, թեև գուցե հիմա ասեք կոռեկտ չէ գործընկերների աշխատանքի վերաբերյալ գնահատական տալը, բայց երեք աղմկահարված միջադեպը Աջափնյան վարչական շրջանում տեղի ունեցած, դրան նախորդել են այլ դրվագներ մարդիկ են կյանքից զրկվում եւ ըստ էության իրավապահները բնակիչները մեծ զրույցում նշում են, ինչքան ոստիկանների թիվը ավելանում է, այնքան նման միջադեպերի թիվն է ավելանում։ Դուք գոհ եք իրավապահների աշխատանքից կամ տարվող աշխատանքներից, թե դուք բացատրական աշխատանքներից։ Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում։ Ցավոք, տարատեսակ իրավիճակներում գործ ենք ունենում նման բացասական երևույթների ու միջադեպերի հետ։ Կարծում եմ, որ տարբեր մարմինների աշխատանքին ես բազմիցս նաև հրապարակային եմ անդրադառնում, իհարկե իմ լիազորությունների շրջանակներում անդրադառնալով այն դեպքերին, երբ իրավունքների խախտման հետ ենք գործ ունենում կամ առերևույթ խախտումների տարբեր այդ թվում իրավապահ մարմինների հետ կապված աշխատանքների առումով, բայց կուզենամ մի փոքր ավելի լայն հարցի վերաբերյալ խոսել, մասնավորապես ձեր կողմից հիշատակված տարբեր երևույթներ, այդ թվում երեկվա տեղի ունեցած միջադեպը, մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության եւ մշակույթի հետ կապված խնդրահարույց այսպես իրավիճակի արդյունք է եւ համարում եմ, որ այդ առումով թե կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, բայց բնականաբար նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն։ Ես կանխարգելիչ աշխատանքների մասին չեմ կարող խոսել, որովհետև գործ եմ ունենում սովորաբար իրավունքների խախտումների հետ կապված դեպքերի առումով, դրանց պարբերաբար եմ անդրադառնում դարձյալ, թե անհամաչափուժի կիրառում իրավունքների մասին է, տեսեք, օրը ցերեկով տեղի են ունենում նման գրախոցներ եւ այդտեղ բնակչության, այդտեղ երեխաներից սկսած բոլոր իրավունքները խախտում են, որովհետեւ ոչ մեկ երաշխավորված գրախոցներից մեկ իրենց չէ ասում։ Հիմա այս առումով արդյոք չի թերացել իրավական համակարգը։ Դուք գուցե մենակ խախտումների մասին եք արձանագրում, բայց գուցե կարելի է նաեւ կանխիկ գործողություններ իրականացնել։
շատ կարևոր հարց եք բարձրաձայնում եւ բնականաբար դրա մասին թե դուք եք խոսում, թե ես, թե բոլորս ենք խոսում։ Հիմա որպես քաղաքացի ես կարող եմ ինչ-որ մտքեր արտահայտել, բայց իմ լիազորությունների շրջանակներում գնահատական ներկայացնել կանխարգելիչ միջոցառումների հետ կապված չեմ կարող։ Այն, որ մենք ունենք այդպիսի իրավիճակ, դա արդեն իսկ նշանակում է, որ կան խնդիրներ, այսինքն բավարար չի բոլորիս կատարած աշխատանքը, որովհետեւ օրինակ այն կոնտենտը, որ տարածում ենք, այդ թվում հրապարակային եղանակով տարբեր հարաբերությունների հարցերի հետ կապված, այն լեզուն, որը ամեն օր կիրառում ենք, ինքը միանշանակ նպաստում է նաև նման երևույթների ավելի զարգացման, այսինքն հիմա հարցի երևույթի մասին կարող եմ շատ երկար խոսել, բայց այն, որ դրա հետ կապված պայքար պետք է մղել ընդ որում ոչ թե միայն իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակներում, այլ յուրաքանչյուրս նաև մեր դերակատարություն ու գործառույթը նկատի ունենալով միանշանակ է։